Հաջորդ ուղղությունը ինչ որ պատկա ավելացավ։ Կապված է Ղարաբաղի փախստականների ծախսի համար։ Ուրիշ պատմություն։ Դուք կրկին ստում եք։ Ըստ պաշտոնական տվյալների Արցախից բռնի տեղահանված արցախցիներին տված ողջ օժանդակությունը բոլոր ծրագրերով միասին հազիվ կազմում է $360 միլիոն։ Իհարկե մեծ հարց է, որքանն է այս միջոցներից իրոք տեղ հասել։ Ձեր օրոք պետական պարտն աճել է կրկնակի գրեթե $8 միլիարդ։ Մի քանի հարց։ Եթե բոլոր այս ծախսերի համար անհրաժեշտ է եղել ներգրավել պարտ, ինչի վրա եք ծախսել ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված հսկա բազմամիլիարդանոց եկամուտները, սկսած ռուս միգրանտների ու ռուսական կապիտալի հսկա հոսքից գոյացած միլիարդավոր դոլարներից մինչև ոսկու ու տեխնիկայի վերարտահանումից գոյացած միլիարդավոր դոլարներ։ Ինչու եք նախորդ տարի ներգրավել $750 միլիոն շատ թանկ պարտ նախորդ պարտքերը մարելու համար։ Ինչու է Հայաստանի միջին կշռված տոկոսադրույքը կտրուկ աճել, այն է նոր վարկերը կտրուկ թանկացել են։ Ինչու է տարեցտարի տոկոսավճարի ծավալը կտրուկ աճում, որն այս տարի կկազմի $1 միլիարդ։ Ի վերջո, ամենածանր հարցը՝ ինչպես եք պատրաստվում մինչև 2030 թվականը ամեն տարի մարելու $1 միլիարդից ավելի։ Թույլ տվեք գուշակել, թե ինչպես նոր վարկեր եք վերցնելու հները փակելու համար։ Ու այդ վարկերը դուք չեք փակելու ենք մենք, հարկատուներս ու մեր ապագա սերունդները։